Նախագահ, թեև հարիթ ունեցել եք երկար հարցազրույց տալու, այս վերջինից։ Խնդրեմ նաև անդրադառնաք Հայաստան Պարոն նախագահ, կսպասեք, որ ձեր հարցազրույցը այդքան մեծ ռեզոնանս կառաջացներ եւ մարդիկ օրինակ գիշերները քուն չէին գա եւ առավոտյան ստատուսներով կարձագանքեին։ Ես ընդամենը 3-4 առաջ շատ երկար հարցազրույց եմ տվել։ Հանգիստ առանց ջղաձգումների պատասխանել եմ ինչպես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, այնպես էլ մեր հայրենակիցների շատ հարցերի։ Թույլ տվեք, գոնե մի 3-4 օր էլ ծանոթանամ արձագանքներին, նոր բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ ինչպես միշտ։ Բայց առավոտ Կանուխ Փաշինյանը արդեն արձագանքել էր ձեզ հենց հարցազրույցի հաջորդ օրը։ Բայց ամեն մարդու խնդրին չի եք ինձ հետ կապ։ Պարոն նախագահ, այս վերջին Երեխեք։ ասել ձեր գնահատականը։ Մեկի հետևից մեղադրանքներ կան։ Հայտնի աստղա, առանձին մեղադրանք է։ Միացնելու են այս գործերից մեկին։ Պարոն նախագահ, 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ թուղթ չկա սեղանին, հետո հիշեց, որ թղթեր կան, դրանք ցակուցրիվ են։ Հիմա էլ ասում է, որ այսպես հետ չնեղվեք, գտնելու եւ սքան է անելու, տարիներ շարունակ սքաներ չկար։ Կարևոր է, որ կարողացանք կորզել գոնե խոստում, բանակցային փաստաթղթերը հրապարակել։ Տեսնենք։ Շնորհակալ եմ։ Եվ նույն մեղադրանքները քննչեցում իշխանության հարցերին եւ այլն։ Ձեր գնահատականը։ Պետք չի սեփական անճարակությունը ուրիշներին այսպես վերագրել։ Դե ասում են դուք ձեր բյուջեն եք ավելացրել ռազմականի փոխարեն։ Իրանց է։